Պարոն Խաչատրյան, նախ խնդրում եմ ժամանակից պահեք, մինչև հարցը ձեզ մի հատ նկատառում։ Խնդրում եմ հարգել ձեր հանձնաժողովի կայացրած որոշումը այս խորհրդարանական լսումների աշխատակարգի վերաբերյալ եւ միանձնյա չհիմնավորված որոշումներ չկայացնել։ Այստեղ որևէ մեկը պարապ չի մնացել, որ ոստիկանության գեներալը նստի սպասի, ինչա թե Դանիել Յունիսյանը մի տեղից շտապում է, թող գնա իր հանդիպումներին։ Այդ ինչ խնդրում եմ հարգանք ցուցաբերել խորհրդարանական լսումների մասնակիցների եւ ձեր սահմանած աշխատակարգի նկատմամբ։ Շնորհակալություն։ Հիմա հարցս ձեզ, պարոն գեներալ։ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունում վարորդական իրավունքների վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումներով եւ ըստ էության կասկածի տակ դրեց բոլոր վարորդական իրավունքների վկայականների լեգիտիմությունը, բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը, որ ինքը իր վարորդական իրավունքի վկայականը ստացել է 300 մետր հեռավորությունից։ Ես ուրեմն անամ այդ հայտարարությունից հետո ոստիկանությունում նախաձեռնել է ծառայողական քննություն պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում ըստ վարչապետի արձանագրումների վարորդական իրավունքների վկայականների տրամադրման գործընթացում։ Երկրորդ հարցը, դուք ձեր վիճակագրության մեջ նշեցիք հիմնականում դեպքերի հետ կապված քանակները, վիճակագրությունը ինչ պատահարներ են եղել։ Ես ուզում եմ իմանամ, ինչքանով է կատարվել վարչապետի խոստումը 2018 թվականին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ, որ պետք է Հայաստանում վերացվեն արագաչափերը, տեսանկարահանող սարքերը եւ այլն։ Ես ուզում եմ իմանամ, դրանք արդյոք վերացվել են, թե ավելացվել է դրանց քանակը։ Խնդրում եմ ներկայացնել վիճակագրություն տեսանկարահանող սարքերի եւ արագաչափերի վերաբերյալ մինչեւ 18 թվականը եւ 18 թվականից հետո, ինչպես նաեւ դրանց արձանագրած վարչական խախտումները, դրանց ծավալները։ Արդյոք այդ ամեն ինչը եթե չի ազդում ճանապարհային երթևեկության անվտանգության վրա, հիմնական նպատակը մեր ժողովրդին թալանի եւ կեղեքման նոր մեթոդ կիրառելով կեղեքելը չի եղել։ Հաջորդ հարցը վերաբերվում է ոստիկանության ծառայողի կողմից, որը ուղեկցել էր վարչապետի Ավտոշարասյանը ազգային ժողովում կանոնակարգով չնախատեսված հանդիպմանը մասնակցելու համար հղի կնոջը սպանելու։ Ես գիտեմ, որ ոստիկանության գործունեությունը իհարկե բացի օպերատիվ բնույթ կրելուց նաև որոշակի իմաստով պլանավորում է։ Ես ուզում եմ իմանամ, այդ անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո ոստիկանությունը մինչև տարեվերջ քանի մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, շնորհակալություն հարցերի համար, բայց ձերի 3 հարցերն էլ այսօրվա օրակարգի հետ կապված չեն, խնդրեմ գրավորտի 1 մանրամասը կպատասխանենք բոլոր հարցերով։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապ չունեցող խնդիրներ են դրանք։ Այսօրվա քննարկման կոնկրետ։ Պարոն գեներալ, դուք կարծում եք, որ վարորդական իրավունքի վկայականի օրինական, անօրինական լինելը կապ չունի երթևեկության անվտանգության հետ, թե երթևեկության անվտանգության հետ կապ չունեն արագաչափերը կամ տեսանկարահանող սարքերը, դրանց արձանագրումները, թե ոստիկանության ծառայողների մարդկանց վտարի ենթարկելը եւ նրանց մահվան պատճառ դրանից որը մեկը կապ չուներ երթևեկության անվտանգության խնդիրների հետ ճանապարհային երթևեկության։ Խնդրում եմ պարզաբանել։ Վերջին դեպքը, քանի որ գտնվում է դատական փուլում, ես չեմ կարող ոչինչ ասել։ Վերջին դեպքի հետ կապված, գիտեք, հղի կնոջ վրայերթի հետ կապված դատական գործընթացներ են ընթանում, ես ոչինչ չեմ կարող պատասխանել այդ պահին։ Երևի ճիշտ կլինի ինչ չդիմել տվյալ դեպքի հետ կապված։